Ընկերներ, իսկ դուք այսպիսի ռուլետ պատրաստել եք, եթե ոչ, պատրաստենք միասին։ Եվ այսպես նախապես կտրատում ենք հավի կրծքամիսը, սոխը մաքրում կտրատում ենք և աղում մսաղացով։ Բոլոր բաղադրիչների քանակները կգրեմ նկարագրության մեջ։ Ավելացնում ենք համեմունքներ և լավ խառնում, մինչև մասան դառնա համասեռ և կպչուն։ Որից հետո վերցնում ենք լավաշ։ Ինձ մոտ լավաշը կտրատված է, դուք կարող եք վերցնել ամբողջական լավաշներ։ Տարածում ենք խճողակից ցանկալի քանակով, որից հետո փաթաթում ենք ռուլետի նման։ Ստացված ռուլետը բաժանում ենք մասերի, մոտավորապես 3-4 սմ լայնությամբ, որից հետո յուրաքանչյուր կտոր շրջված վիճակում անցկացնում ենք փայտիկի վրա։ Արդյունքում ստանում ենք ահա այսպիսի պատկեր։ Դասավորում ենք ջեռոցի տապակի վրա, որի վրա նախապես դնում ենք յուղաթուղթ, ապա տոմատի մածուկն ու բուսայուղը խառնում ենք և քսում ռուլետների վրա։ Տեղափոխում ենք 180-ast տաքացված ջեռոց մոտավորապես 20-25 րոպե, կախված ջեռոցից։ Արդյունքում ստանում ենք ահա այսպիսի ախորժելի պատկեր։ Բարի ախորժակ։